Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանին, բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Առաքելյան, հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ 2 ամսով կալանավորվեց, 3 որդին Սեթրակն էր կալանավորվել, գործը վերաբերում է իր պաշտոնավարման օրոք, պաշտոնական դիրքը չարաշահելու տարբերակով, հողեր օտարելուն, շուկայականից ավելի էականորեն ավելի ցածր գնով, նույն գործով է անցնում նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կուզեի ձեր դիտարկումները լսել, համադրելով այս ամենը վարչապետի նախընտրական խոստումների եւ ազգային ժողովում հնչեցրած վերջին ելույթի հետ։ Տեսեք, այն ինչ որ տեղի է ունենում, սա սպասված գործընթաց է, նախ եւ առաջ մեր հասարակության համար, քաղաքացիների համար, գիտեք, իրականության մեջ ամեն ինչ պետքա նաև դիտարկել սոցիալական արդարության, հա, այս համատեքստում շատերը խոսում են նախկինում ասում են, բա ուր են այդ միլիարդները կամ մի կողմ դնենք այս ամենը եւ այլն, բայց հասարակության այդ պահանջը, հա, այդ տասնյակ տարիներով չքավորության մեջ ապրելու, տասնյակ տարիներով իրենց հնարավորությունը իրենցից խլելու, տասնյակ տարիներով ընտանիքները միմյանցից բաժանելու, հա, արդյունքը կամ դա հետևանքն է այս ամենի, երբ որ Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքը, Սերժ Սարգսյանը իր ընտանիքը, հա, Հայաստանի ամբողջ տնտեսությունը կենտրոնացրել են իրենց ձեռքերում, մենք տեսեք հրապարակված նյութերից երևում է, որ Հայաստանում, չգիտեմ, բիզնես կենտրոն կառուցելու համար պետքա նախ, այսպես ասենք, վճարեին կոնկրետ անձի թույլտվություն ստանային, հա, մի կլորի գումար, հետո այդ բիզնես կենտրոնը օրինակ կառուցելուց հետո էլ պետքա նաև փայաբաժին տային այդ կոնկրետ անձին ու այդպես շարունակ։ Ու այս մարդիկ երկար տարիներ խոսել են տնտեսական զարգացումներից, տնտեսությունից, սա է եղել Հայաստանի տնտեսական մոդելը առնվազն 2 տասնամյակ։ Այդ տնտեսական մոդելի արդյունքում է, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանի տնտեսապես ամենահետամնաց երկիրը եւ դա իր ուղիղ ազդեցությունը ունեցել նաև Հայաստանի պաշտպանունակության վրա, Հայաստանի դեմոգրաֆիայի վրա եւ բնականաբար այս ամենը մեր քաղաքացիները ապրել են իրենց մաշկի վրա եւ քաղաքացիները արդար պահանջ են ունեցել, որպեսզի այդ այն ինչ որ գողացվել է իրենցից ժամանակին, իհարկե ժամանակը եւ տարիները վերադարձնել հնարավոր չի, բայց կա նաեւ քաղաքականության մեջ, մարդկային հարաբերությունների մեջ, հասարակության մեջ այդ սոցիալական արդարության վերականգնման զգացողությունը եւ առանց այդ սոցիալական արդարության վերականգնման մենք առողջ հարաբերություններով հասարակություն չենք ունենա։ Մեր հասարակության զգալի հատվածը դրա կարիքը ունի, երբ մարդը ծառավ է պետք է ջուր խմի, հա։ Այդ սոցիալական արդարության գաղափարը, տեսեք, հասարակությունը ինչ որտեղ չել ասում, գիտեք, դա վերցրեք եւ բերեք տվեք մեզ։ Հասարակությունը ցանկանում է տեսնել այդ իր 2 տասնամյակների զրկանքների, հա, ուրեմն արդարացի պատասխան դրանց, հա, իսկ այդ արդարացի պատասխանը հենց արդարադատությունն է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքը, Սերժ Սարգսյանը, իր շրջապատը եւ իրենց ամբողջ շրջապատը, ովքեր այդ կոռուպցիայի այդ հալանի մեջ են եղել, պետք է պատասխան տան։ Եվ մեր հասարակությունը եւ այո նախընտրական ամբողջ ժամանակահատվածում մենք տեսել ենք, լսել ենք, որ մեր հասարակության համար առաջին եւ թերևս երևի միակ հիմնական ուրեմն պահանջը դա է եղել։ Ինչի նստած չեն։ Այո, ինչի նստած չեն, ինչի է Ռոբերտ Քոչարյանը օրինակ ազատության մեջը հերիք չի, մի հատ էլ հավակնում է Հայաստանում էլի իշխանություն վերցնել։ Եվ այս հարցերի պատասխանը, այո, ինչ որ տեղ եւ նախ եւ առաջ պետքա իշխանությունը տա եւ այդ պատասխանատվությունը իշխանության վրա է եւ իշխանությունը պետքա բնականաբար այդ հարցերի պատասխանը տա, առավել եւս, երբ որ իշխանությունը կամ իշխող քաղաքական ուժը նախընտրական արշավի է գնացել նաեւ այդ թեզերով։ Մի հատված էլ ասում է, օրինակ, ինչու հիմա 8 տարի իշխանության էիք, չգիտեք, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը այդպիսի գործարքների է գնացել ու ընդհանրապես դա ամենակիչն է, ինչում կարելի է մեղադրել Ռոբերտ Քոչարյանին տնտեսական ինչ-որ մախինացիաները, նկատի ունենալով այն վնասը, որ ինքը Հայաստանի Հանրապետությանը հասցրել է նաև արտաքին քաղաքականության իմաստով։ Գիտեք, այդ վնասը ես կարծում եմ վերականգնելի չի, այդ վնասը մեր
կորցրած հեղինակությունն է, այդ վնասը մեր կորցրած հնարավորություններն են ու ես կարծում եմ որ մենք ըստ էության պետք է կառուցենք նոր մոտեցումներով նոր մոդելի պետություն, ինչը որ այսօր անում ենք, բայց ինչու հիմա տեսեք երկար տարիներ վարչապետը ասում է, չէ, որ մենք գործ ունենք մաֆիոզ կլանային համակարգի հետ, այս մաֆիան, հա, որը վերցրել է ժամանակին իշխանությունը, բռնազավթել է իշխանությունը, իր մետաստազներն է տարածել ուրեմն դատաիրավական ամբողջ համակարգում եւ այդ համակարգում այս մարդկանց դեմ սկսել ինչ-որ գործընթացներ, դա բավականին դժվար գործընթաց է։ Մենք տեսել ենք ըստ էության նախորդ տարիներին, թե ինչպես գործընթացները եկել են, միջև այսինքն սահմանական դատարանի մակարդակով եղել է իրենց ձեռքում։ Մենք ինչ ճանապարհ ունենք այդ մարդիկ ովքեր ասում են ինչի հիմա պետքա ուրեմն պատասխանեն իսկ ո՞նց եք դուք ուզում կամ պետքա գնայինք այդ վենդետաների կամ այսպես շրջանցելով օրենքները եւ սահմանադրությունը այս մարդկանց ենթարկեինք այսպես ինքնադատաստանի, հա, կամ պետքա շարժվեինք հնարավորին սահմանադրական նորմերով, օրենքներով եւ այլն, ինչը հանգեցնում էր էլի փակուղ եւ ինչ որ մի պահի Հայաստանում սկսեց ձևավորվել այդ հակակոռուպցիոն համակարգը եւ ըստ էության 2023-24 թվականներից արդեն մենք տեսնում ենք այս գործընթացները շատ ավելի արդյունավետ իրականացում եւ տեսեք երբ որ ասում են ինչու հիմա մենք գործ ունենք այսպես հսկայական ծավալի նյութերի հետ, հա, երբ որ միայն Ռոբերտ Քոչարյանի նյութերը մենք թվարկում ենք, տեսնում ենք, չէ, միայն մեկ գործով թե ինչպիսի հետաքննական աշխատանք է քննչական աշխատանք է տեղի ունեցել, ինչպիսի բացահայտումներ են տեղի ունեցել, մենք գիտենք, որ այս մարդիկ գործել են խիստ քողարկման պայմաններում, թաքցրել են ամեն մի այսպես պոչը, հա, որ հնարավոր է բռնել եւ դուրս գալ իրենց վրա եւ սա պահանջում էր երկար տարիների քրտնաջան աշխատանք։ Մենք տեսեք գործ ունենք դեռ միայն Ռոբերտ Քոչարյանի այսպես քեյսի հետ, բայց այդտեղ ունենք Գագիկ Խաչատրյան, որ էլի միլիարդներ է, Գագիկ Ծառուկյան եւ այլն, այսինքն սա պահանջում է երկար տարիների ֆունդամենտալ աշխատանք, որպեսզի այս գործերը գնան հերթական անգամ դատարաններում եւ դատարաններում ուրեմն չարգելակվեն, կանգ չառնեն եւ ըստ պատշաճ դատաքննության ենթարկվեն եւ դատական վճիռներ կայացվեն։ Եվ հետեւաբար այո դրա համար ժամանակ էր պետք եւ այդ ժամանակը մենք տեսնում ենք արդեն հասունացել է, արդեն հակակոռուպցիոն մարմինները լծված են այս գործին եւ այսօր մենք արդյունքներ ենք տեսնում արդեն իսկ բացահայտված գործերով եւ գիտեք երբ որ նայում ենք հակակոռուպցիոնի տարածած այդ հաղորդագրություններին ապա տեսնում ենք որ փաստացի նաեւ որոշակի առումով պրիմիտիվ մեխանիզմներ են կիրառել, այսինքն ըստ նյութերի կաշառք են վերցրել, թույլատրություն են տվել ինչ որ կառույցներ եւ հիմնարկներ հիմնադրել, ապա ինչ որ ժամանակ հետո դրանց բաժնեմասերը պարզապես նվիրաբերել են, ասենք Ռոբերտ Քոչարյանի որդուն, այդպես շարունակ։ Ու հիմա այդ ամենը ըստ էության բացահայտված է, մեզ մնում է տեսնել, հետևել դատաքննության ընթացքին եւ արդյունքում հուսամ բավարարված կլինեն մեր 100,000-ավոր քաղաքացիների պահանջները կապված սոցիալական արդարության վերականգնման։ Քաղաքական պատճառներ տեսնում եք, օրինակ տեսակետ կա, որ այս տարիների ընթացքում գուցե իշխանությունները սպասել են, որ հնարավոր է այս մարդկանց հետ ինչ-որ տեսակի հաշտություն լինի, այսինքն ինչ-որ բաներ վերադարձվեն պետությանը, քաղաքականապես իրենց չդրսևորեն այնպես, ինչպես որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ լինի որոշակի հաշտեցում, օրինակ այսպիսի գործեր չհարուցվեին, իրենք էլ լինեին ազատության մեջ։ Եթե չեմ սխալվում հաշտության այլ դեպքեր եղել են, բայց գիտեք հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի անձը եւ հաշվի առնելով թե ինչ են խոսում Ռոբերտ Քոչարյանի մասին իր ֆինանսները ծախսելու, ես մի քիչ կասկածում եմ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ կլինի իր այսպես կարողության զգալի մասը տալ պետությանը դրա արդյունքում, բայց ես չեմ կարծում որ պետությունը այս առումով պետք է գործարքի գնա Ռոբերտ Քոչարյանի հետ։ Գիտեք կան գործեր միգուցե հնարավոր է գնալ գործարքի, որոնք ֆունդամենտալ հարված չեն հասցրել մեր պետության, հասարակության անվտանգությանը, բարեկեցությանը, իրավակարգին եւ այլն եւ այլն։ Բայց այս գործերը ըստ էության սրանք այլ բանի մասին են խոսում, այս գործերը ըստ էության պետությունը ոչնչացնելու մի այսպես համակարգի մասին է խոսում, որ ձևավորել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ այստեղ գնալ ըստ էության
ուրեմն այդ ձեր ասած համերաշխության, որ այդ գույքի մի մասը վերցնել եւ այդ մարդկանց ասել դե գնացեք լավ վայելեք, ես կարծում եմ դա սխալ կլինի, քանի որ այստեղ էլի մեծ առումով խոսքը գույքի մասին չէ։ Մեծ առումով խոսքը գույքի եւ ունեցվածքի մասին չէ։ Այստեղ երևույթի մասին է։ Այս երևույթը պետք է պատժվի մեզանում, որպեսզի Հայաստանի Հանրապետության մյուս ղեկավարները եւ պաշտոնյաները հասկանան, որ մի օր իրենք, եթե կգողանան Հայաստանից, եթե կգողանան մեր պետությունից, եթե կթալանեն մեր պետությունը, ապա մի օր պետքա կանգնեն դատարանի առաջ եւ դրա համար պատասխան տան։ Այդ խնդիրը սրա մասին է եւ խնդիրը մեր հասարակության ակնկալիքներն են։ Պատկերացրեք, տեսեք, քանի 100 միլիոն միայն 2001-ից 19 թվականներին Ռոբերտ Քոչարյանի որդու հաշիվներով փոխանցում է կատարվել մոտ $800 միլիոն։ Դուք պատկերացնում եք, դա ինչ ահռելի թիվ է Հայաստանի Հանրապետության համար, այն էլ այդ տարիներին, երբ որ մեր բյուջեն չէր հասնում $3 միլիարդ։ Դա դեռ այսպես երևացող կողմն է, էլի ակնհայտ է, չէ, որ կան գործընթացներ, որոնք չեն երևացել, եղել են գործարքներ, որոնք ուղղակի փոխանցումներով չեն արվել, այսպես քեշով են արվել եւ այլն եւ այլն։ Կան իհարկե նաեւ բաներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն դրսում են, որոնք չեն երևում այս պահին։ Այսինքն սա եղել է ահռելի կազմակերպված հանցավոր խումբ, որը բռնազավթել է իշխանությունը եւ այդ իշխանությունը օգտագործել է իր անձնական շահերի եւ անձնական հարստություն կուտակելու համար, որի արդյունքում տուժել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, մենք ասում ենք դե ասում են բիզնեսով են զբաղվել, չգիտեմ, Քոչարյանի որդիները եւ այլն։ Բայց 10 քանի տարեկանից, բայց մենք գիտենք, որ օրինակ Լևոն Քոչարյանի հաշիվներին 20 քանի տարեկանում մի քանի միլիոն դոլարի փոխանցումներ են տեղ ունեցել, չգիտես ինչու Հայաստանի մյուս քաղաքացիների համար այդ հնարավորությունները չկար։ Իրանց այդ բիզնեսի արդյունքում, այդ որ իրանք այդտենց բիզնես են վարել, իրանց այդ բիզնեսի արդյունքում 100 հազարավոր Հայաստանի քաղաքացիներ լքել են Հայաստանի Հանրապետությունը։ Իրանք լքել են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի զավակները կամ Ռոբերտ Քոչարյանի ու նրանց շրջապատի ընտանիքները լավ ապրեն Հայաստանում, հասկանում եք։ Երբ որ մենք խոսում ենք նման միջոցների մասին, հարց առաջանում, լավ, դուք ունեք այդքան միջոցներ, հայտարարում եք, որ մեր հայրենիքը Ղարաբաղն է, բայց ինչի լավ այդ միջոցներից գոնե 2 կոպեկ էլ Ղարաբաղում ներդրումներ չեք արել։ Ու այսպես շարունակ, այսինքն սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան եւ այդ պատասխանի հասցեատերը նախ եւ առաջ մեր քաղաքացիներն են։ Այստեղ ես կարծում եմ ուրեմն ոչ մի զիջում չպետք է լինի արդարադատության ու այդ իմ կողմից նշած սոցիալական արդարության հետ կապված։ Ես իսկապես եմ ասում, էլի մի քանի օր 3 թե առաջ օրը ես էլի այսպես մարդկանց էի հանդիպել, այդ ձերբակալությունների օրներ ու հասկանում ես մարդկանց ռեակցիայից, որ մարդիկ ընդհանրապես դա են ուզում տեսնեն։ Մարդիկ ուզում են տեսնեն պատասխանատվության ենթարկված նախկին այդ պաշտոնյաներին, ովքեր առնվազն 2 տասնամյակ իրանց կյանքը դժոխքի են վերածել։ Մի ուրիշ հարց Սերժ Սարգսյանի հետ կապված, հիմա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեղքերն ավելի շատ էին, քան Սերժ Սարգսյանինը, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանին որդու ընտնից ծնվերման է ենթարկում հատուկ ջոկատայինները, իսկ Սերժ Սարգսյանը այսպես ձեռքերը թափ տալով գալիս է հակակոռուպցիոն ու իր խափանման միջոցն էլ փաստորեն ավելի լավն է ստացվում, քան Քոչարյանինը։ Գիտեք, ես այստեղ պետք է ընդհանրապես ենթադրությունների դաշտով խոսեմ, բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ պակաս մեղքեր ունի այս ամբողջի մեջ։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը որդիներ չունի, տեսա ունի, որը Հայաստանի Հանրապետությունում չէ, հասցրել է ժամանակին ճողոպրել։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն էլ գրեթե հավասարապես մեղավորություն ունի այն ամենի մեջ, ինչը տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում այդ ամբողջ տարիների ընթացքում, այդ 2 տասնամյակների ընթացքում, քանի որ մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին զբաղեցրել է ամենաբարձր պաշտոնները, հետո նաև դարձել է նախագահ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը ասել, Ռոբերտ Քոչարյանը կարգել է իրան իր իրավահաջորդ։ Եվ հետևաբար այստեղ էլ այո հարցեր կան, որոնք մեր իրավապահները պետք է պատասխան տան։
Ինչ զարգացումներ կարելի ակնկալել այս բոլոր ձերբակալությունների ֆոնին։ Գագիկ Ծառուկյանը սկզբում կալանավորվեց, հիմա Քոչարյանը, սա ինչ-որ պարարթող կարող է ստեղծել ընդդիմության համար, որոնք մեկ ասում են չեն ընդունել ընտրությունների արդյունքները, մեկ մանդատ են վերցնում, գնում են խորհրդարան, չեն բացառում փողոցային պայքար, ինչ-որ գաղտնի պլանների մասին են խոսում, այս ամեն ինչը ինչ ֆոն կարող է ստեղծել։ Այս ամեն ինչը ըստ էության որևէ մեծ առումով քաղաքական ֆոն, որը իրանց կարա քաղաքական դիվիդենտներ բերի, չի կարող ստեղծել։ Տեսեք, Սամվել Կարապետյանը կալանքի տակ, Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, Ռոբերտ Քոչարյանը որդին արդեն կալանավորված են։ Իրենք ասում են, որ իրանք ստացել են կես միլիոնից ավել ձայն։ Բա ուր են այդ կես միլիոն քաղաքացիները։ Եթե իրանք իրենց հետևորդներն էին, ապա հիմա փողոցում առնվազն տասնյակ հազար մարդիկ պետքա դուրս գային եւ պահանջեին այս մարդկանց ուրեմն վերացնել այդ ազատազրկումը եւ ազատ արձակում։ Սա նշանակում է, որ մենք ասում ենք, այս մարդիկ գնացել են այդ քաղաքացիների հետ ցավալիորեն մեկ անգամյա գործարքի, իրանց պետք է եղել ձայն, ունեցել են փող, այդ փողը տվել են, այդ միանգամյա գործարքը արել են ու այդ ձայները հավաքել են։ Դրանից հետո այդ քաղաքացիները որևէ այսպես բարոյական պատասխանատվություն չունեն այս մարդկանց նկատմամբ, այս մարդիկ ըստ էության ունեն խորհրդարանում մի քանի տասնյակ տեղեր առանց փաստացի էլեկտորատի տակը դատարկ, հա, ու դա է արդյունքը, որ կամ դա է պատճառը, որ այսօր այդ մարդկանց հետևից լայն զանգվածներ դուրս չեն գալիս, երբ որ իրանք ձերբակալվում են։ Եվ հետևաբար այստեղ որևէ քաղաքական ուրեմն դիվիդենդ իրենց համար կամ քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական ինչ-որ հնարավորություն այս ձերբակալումն իրենց համար չի տալու, ընդհակառակը համոզված եղեք, որ այսօր հասարակությունը ճշող մեծամասնությամբ դա ողջունում է ու կրկնեմ հասարակությունը սպասում է այդ արդարության վերականգնման։ Այսինքն աշնանը ինչ-որ զարգացումներ փողոցային պայքար մենք չենք տեսնի, ինչպես։ Դե գիտեք, վերջին 5-6 տարիների ընթացքում, հա, եղանակով պայմանավորված այս մարդիկ ինչ-որ ակցիաներ են արել, բայց այդ ակցիաները 1000, 2000, 3000 մարդիկ հա մշտապես կարող են դուրս գալ փողոց։ Բայց դա որևէ կրիտիկական զանգված չի, որպեսզի Հայաստանում ըստ էության լուրջ քաղաքական գործընթացներ գեներացնես եւ տանես, առավել եւս մենք գիտենք, որ այդ մարդկանց զգալի մասն էլ փողով են դուրս բերվել եւ հետեւաբար միգուցե էլի փող աշխատելու տեսանկյունից ցավալիորեն որոշ մարդիկ նման քայլերի գնան, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով նաև այն ձերբակալությունները, որոնք տեղի ունեցել ընտրակաշառքների եւ միտինգներին փողով մասնակցելու հետ կապված, մեր որոշ քաղաքացիներ հետևություն կանեն եւ այդ մի քանի հազար դրամի պատճառով իրենք էլ չեն հայտնվի այ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների կարգավիճակում։ Ռուսաստանի հնարավոր արձագանքը ինչպիսին կլինի, մենք տեսնում ենք օրինակ ռուսական մամուլը երբ թերթում է, ամեն երկրորդ լուրը Հայաստանում տեղի ունեցող այս ներքաղաքական իրադարձություններն, հանկարծ մի բան եկեղեցու հետ կապված այստեղ կա անպայման ինչ-որ հրապարակում, հիմա Ռոբերտ Քոչարյանի մասով են ռեպորտաժներ պատրաստում, նրանց Արաս Ծառուկյանն էր, Սամվել Կարապետյանը, բայց նկատել է, որ Ռուսաստանը չունի են հզոր ազդեցության լծակները, որ ունեցել է մի քանի տարի առաջ Հայաստանի իշխանությունների վրա, որ օրինակ հնարավոր էր մեկ զանգով այս հարցերը լուծել։ Հետևաբար ինչ կարելի է ակնկալել Մոսկվայից այս բարեգործությամբ։ Գիտեք, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ես կարծում եմ 2023-ից 24-ից հետո ու հատկապես 25-ից հետո արմատապես փոխվել են եւ այո, նախկին լծակները, որ ուներ Ռուսաստանի Դաշնությունը եւ քաղաքական եւ տնտեսական եւ այլ առումներով, անվտանգային առումներով Ռուսաստանը կորցրել է եւ դա կորցրել է իր քաղաքականության արդյունքում եւ հետեւաբար նախկին ազդեցությունը մենք հիշում ենք, երբ որ առաջին ձերբակալությունը եղավ Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանից ինչպիսի ազդեցություններ, հայտարարություններ եղան, հայտարարություն նույնիսկ Ռուսաստանի, եթե չեմ սխալվում նախագահի մակարդակով, որ ինքը, չգիտեմ, Ռուսաստանի նախագահի ընկերն է, չնայած ժամանակին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եւ այդ ուրեմն տեսանյութը համացանցում կա, որ քաղաքականության մեջ ընկերներ չկան, բայց այնուամենայնիվ հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի նախագահ ընկերներ են, այսինքն այդ ազդեցության բոլոր լծակները ժամանակին օգտագործվել են, բայց ժամանակները փոխվել են եւ այդ փոփոխությունը ակնհայտ է հայ-ռուսական հարաբերություններում եւ այսօր այո Ռուսաստանը չունի այն ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու համար,
Ռուսաստանի միակ գործիքը կամ գործիքակազմը Հայաստանում այսօր ներքաղաքական զարգացումների միջամտելու դա այս քաղաքական ուժերն են ու այս անձինք են ու ես կարծում եմ ժամանակի ընթացքում այդ գործիքակազմն էլ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինը կչեզոքացնեն եւ արդյունքում կունենանք պետություն, որտեղ արտաքին միջամտության, հատկապես քաղաքական զարգացումներում խիցնված հնարավորություններ կան։ Նկատել եք, որ խորհրդանական այս ընդդիմությունը այդքան մեծ ջանասիրությամբ էլ Ռուսաստանի շահերը օրինակ չի փորձում առաջ տանել, որովհետև կարծես այդքան պոպուլյար չէ այլևս։ Դե գիտեք, ժամանակին իրանք ողջավորված էին, մտածում էին, թե բան, sense ռուսական շահերը առաջ մղելով ինչ-որ քաղաքական դիվիդենտներ կշահեն, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ տրանսֆորմացիան տեղի ունեցել նախ եւ առաջ Հայաստանի հասարակության մոտ, վերջի երբ որ դու որոշակի քաղաքական իդեա գաղափար ես առաջ մղում, դրա հավանողը կամ դրա գնորդը, հա, կոպիտ ասած պետք է լինի մեր հասարակությունը, բայց մեր հասարակությունը այսօր այդ ապրանքը կոպիտ ասած չի գնում եւ այդ ապրանքը այլևս ժամկետանց է, եւ մեր հասարակությունը հասկացել է, թե ինչա տեղի ունեցել այս վերջին 5-6-7 տարիների ընթացքում ու դրա արդյունքը տրանսֆորմացիան է, մեր հասարակության տրամադրությունների փոփոխությունն է եւ գնալ այդ գիտեք, իրանք էլի այդ քաղաքականությունը տանում են, իրանք էլի, ինչպես Կրեմլում ասեցին, իրանք էլի պրոռուսական ուժեր են, իրենք Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն, իրենք շահերը որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության հետ, բայց իրենք մի բան հասկացել են, որ դա անել ակնհայտորեն նշանակում է այս հասարակական տրամադրությունների պայմաններում կորցնել լուրջ քաղաքական դիվիդենտներ։ Ու այդ առումով այո, իրանք որոշակի փակուղու մեջ են։ Մի կողմից Կրեմլից են իրենց այսպես ստիպում, որ ոնց որ թե пассив չեք, հա, ասած քաղաքակիրթ դաշտ եք ուզում տեղափոխվել եւ այլն, բայց մյուս կողմից էլ իրենք ապրում են Հայաստանում գոնե այս պահին եւ հասկանում են հասարակական տրամադրությունները։ Մյուս կողմից ուրեմն տուրք տալ Կրեմլի պահանջներին եւ ակնհայտ գնալ պրոռուսական քարոզանել նշանակում է դեմ դուրս գալ հանրային ակնհայտ այդ պահանջներին, դրա համար իրանք այսօր այսպես փակուղային, տուպիկային իրավիճակում են եւ փորձում են դուրս գալ, որից ես կարծում եմ հնարավոր չի լինի դուրս գալ։ Այդ իրավիճակից դուրս գալու միակ հնարավորությունը թերևս հետեւյալն է, որպեսզի իրենք ընդունեն, որ իրենք այո պրոռուսական ուժեր են, իրենք անկեղծ լինեն, այո, իրենք անկեղծ լինեն հասարակության հետ, բաց խաղան, ասեն ժողովուրդ ջան, դե գիտեք ինչ կա, մեզ ստիպում են, մենք էլ այսքան միլիարդներ ունենք, հո չենք կորցնի մի հատ Հայաստանի Հանրապետության կամ նրա հպարտ քաղաքացու համար, պետք է մեր շահերը պաշտպանենք։ Կառավարության ծրագրի քննարկումները ինչ ցույց տվեցին, խորհրդանում ընդունվեց, ընդդիմությունը, ովքեր որ մասնակցեցին, դեմ քվեարկեցին, բայց ընդհանուր այդ ֆոնը, հարց ու պատասխանը եւ այլն հետեւել եք համոզված եմ, ինչ ցույց տվեց։ Գիտեք, կառավարության ծրագիրը, եթե չեմ սխալվում, սա ամենակարճ քննարկված կառավարության ծրագիրն է, դա բավականին ուժեղ ծրագիր է եւ ըստ էության այստեղ էլ իրենք շատ քննարկելու բան չունեին եւ մեծ առումով չքննարկվեց է շատ բնականաբար պետք է ինչ-որ եզրեր փնտրեին քննադատության եւ այլն, իսկ միակ եզրը, որ իրանք այսպես բան էին անում, այդ Կտրիշ Ներսիսյանի, հա, Ներսիսյանի հետ կապված, այո, այդ էր իրանց, մեկ էլ է դմդփոցները, մենք կարող ենք ըստ էության ինչ որ տպավորվել է, հա, այսպես բովանդակային է դմդփոցները, մեկ էլ Կտրիշ Ներսիսյանի շահերի պաշտպանության ինչ որ մի խմբակ էր, դա բնական է, քանի որ ասենք Կտրիշ Ներսիսյանը ուրեմն մայրաթոռում վեհարանում գլխավոր մուտքի մոտ կպցրել է, ասենք, Նարեկ Կարապետյանի հոպարի նկարը, ոչ թե Հիսուս Քրիստոսի նկարը, եւ դա բնական է, որ այս մարդիկ պետք է միմյանց շահերը պաշտպանեն Հայաստանի Հանրապետության կամ հայ առաքելական եկեղեցու կամ քրիստոնեական հավատի շահերը չեն պաշտպանել։ Այս մարդիկ միմյանց շահերը պետք է պաշտպանեն, քանի որ այս խմբերը թե իրենց հոգևոր թևով, թե աշխարհիկ թևով ուրեմն սերում են, ծագում են կոնկրետ տեղից, եւ այդ կոնկրետ տեղից հրանգներ ստանալով պետք է միմյանց այսպես պատժկա անելով, այսպես կոպիտ ասած, շարժվեն առաջ, մինչև տեսնեն ինչա լինելու։ Իսկ ինչա լինելու Կտրիշ Ներսիսյանի վերջը։ Դե Կտրիշ Ներսիսյանի վերջը ես կարծում եմ, որ ինքը պետքա գա տրամաբանության դաշտ, կոնկրետ հարց է։ Տեսեք,
Անդիմությունը խորհրդարանում խոսում է իրավունքներից, սահմանադրություններից, չգիտեմ, որ պետք է ամեն ինչ տեղի ունենա իրավունքի դաշտում։ Շատ լավ։ Հիմա հայ առաքելական եկեղեցում շատ կարևոր հարցեր այդ կանոնակարգից շեղում է տեղ ունեցել, այսինքն խախտվել է կանոնակարգը հայ առաքելական եկեղեցու։ Հիմա դրա համար ինչ որ մեկը պետք է պատասխան տա, թե չէ։ Եկեղեցու գլուխը ով պետք է նաև ի պաշտոնե պատասխանատվություն կրի այդ կանոնակարգի պաշտպանության համար ինքն է ըստ էության խախտել դա։ Հիմա դրա համար պետք է պատասխան։ Երբ ասում են դա եկեղեցու ներքին գործն է, իրանք պետք է հարցը լուծեն։ Լավ, բայց քանի տարի, այսինքն 100 դար արդեն անցել է, որ Կտրիշ Ներսիսյանը արդեն կաթողիկոս է հռչակվել, ուրեմն հիմա էլ երբ պետք է այդ մարդը 70 ինչքան էր ծնունդը, ինչքան էր 75 էր 6 էր, հա 75-6 տարեկան մարդ է, էլ երբ պետք է այդ ասենք այդ հարցերը երբ պետք է լուծեն, էլի մի հատ հասկանանք, էլի 100 դար պետք է սպասենք, որ այդ հարցերը կարգավորվեն։ Ու բացի այդ խիստ, հա, կրոնական հոգևոր խնդիրներից կան այլ խնդիրներ, որոնք առնչվում են մեր պետության անվտանգությանը։ Մենք պետք է հասկանանք այս մարդիկ ովքեր են ու ինչ շահեր են սպասարկում։ Դա թերևս ամենակարևոր հարցերի հարցն է, որի պատասխանը պետք է ստանա նախ եւ առաջ պետությունը։ Տեսեք, այս մարդիկ ներխուժել են պետության դաշտ, չէ, իրանք ասում են սա ուրեմն եկեղեցու հարցերը, դրանք առանձին հարցեր են պետության։ Լավ, առանձին են, պետական, հա, հարցերն էլ առանձին են հոգևոր այդ ոլորտից։ Այդ դեպքում ինչ են ներխուժում իրականացրել այդ ոլորտ, ու եթե իրանք ներխուժել են այդ դաշտ, պետք է նաև այդ դաշտի կանոններով էլ պատասխան տան։ Տեսեք, երեք հաղորդագրություն են տարածել, ասում է Հայաստանի խորհրդարանը պատշաճ հարթակը չի, որպեսզի քննարկվի այդ հարցերը, ու որակել են Հայաստանի այդ խորհրդարանի կամ բանի կառավարության հայտարարությունը, կառավարության ղեկավարի հայտարարությունը արտաքին միջամտություն, այսինքն ակնհայտ է, որ այս մարդիկ ապրում են զուգահեռ իրականության մեջ, իրանց համար, ասենք, Կիրիլի ուրեմն հայտարարությունն է ներքին ուրեմն խնդիր, իսկ այ օրինակ Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը իրենց համար արտաքին միջամտություն։ Այս մարդիկ հիմա ակնկալիք ունեն, որ չգիտեմ, հասարակությունը, պետությունը իրենց պետքա ըստ էության ներողամետ գտնվի իրենց բոլոր անբարո արարքների հետ կապված, բայց ես կարծում եմ կրկնեմ, սա այլևս ոչ միայն մեր հոգևոր անվտանգության խնդիր է, սա նաև պետական անվտանգության խնդիր է, այդ որջը, որը ստեղծել է Կտրիշ Ներսիսյանը, որջը պետք է քանդվի։ Պետք է իրականում այնտեղ գան իրական հավատացյալ մարդիկ ու իսկապես մենք պետք է ստեղծենք այնպիսի օրենսդրական բազա, որ իսկապես վերանորոգվի մեր հոգևոր կյանքը, իսկապես այնտեղ գան հոգևոր ծառայության բարեպաշտ հոգևորականներ ու թերևս ամենակարևոր խնդիրներից մեկը նաև պետությունը նաև որոշակի սոցիալական պատասխանատվություն վերցնի այդ մարդկանց ուրեմն կյանքի, ապրուստի, չգիտեմ, աշխատանքի համար, քանի որ եւ վարչապետը խորհրդարանում նշեց, եւ ես նախկինում իմ ուրեմն հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ այսօր կան չքավորության եզրին կանգնած քահանաներ, ովքեր փաստացի, որոնց ստիպել են գնալ, չգիտեմ, կոնկրետ հոգևոր ծառայություն իրականացնել կոնկրետ համայնքներում, հոտերում եւ այդ մարդիկ ստիպված պետքա կներեք վիզը ծռած ինչ որ հանգանակություն խնդրեն հոտից, որպեսզի կարողանան ապրել։ Իսկ դա արժանապատիվ չի, դա հոգևոր կյանքով ապրող մարդու համար արժանապատիվ կյանք չի։ Ես ուրեմն եթե չեմ սխալվում 2 տարի առաջ, հա, մեր հասարակական կազմակերպությունով նամակ ենք հղել ուրեմն մայրաթորին ու խնդրել ենք, որպեսզի իրենք ասեն, թե ինչպես է գոյանում օրինակ կոնկրետ հոգևորականների, կոնկրետ դասի հոգևորականների աշխատավարձը, ինչ սոցիալական կարգավիճակ ունեն, ինչ սոցիալական արտոնություններից են օգտվում, որքան է նրանց նվազագույն աշխատավարձը եւ այլն եւ այլն, բայց մինչև հիմա որևէ պատասխան չենք ստացել։ Այսինքն այս մեր եկեղեցին Կտրիշ Ներսիսյանի եւ իր եղբոր ու նրա շրջապատի ձեռքերով դարձել է այսպես մի հատ փակ կառույց, որը ոչ մի առնչություն չունի հոգևորի հետ, որը մտել է քաղաքականություն ու այդ քաղաքականությունն մտել
ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական շահերի։ Այս հարցերն են, որ պետք է լուծվեն ու ես համոզված եմ կլուծվեն։ Շնորհակալություն պարոն Առաքելյան, մեզ հյուրընկալվելու համար տաղավարում հիշեցնեմ հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Առաքելյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։